Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում։ Առաջին անգամ ՄԱԿ միջազգային հանձնաժողովի փորձագետները եզրակացրել են, որ Գազայում պաղեստինցիների դեմ հրեական պետության գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ։ Ընդ որում, ՄԱԿ փորձագետներն արձանագրել են, որ Իսրայելի բարձրաստիճան ղեկավարներն են հրահրում ցեղասպանական գործողությունները։ Սա միայն Իսրայելի հանցագործությունը չէ, սա աշխարհի հանցագործությունն է։ Սա առաջին ցեղասպանությունը չէ պատմության մեջ, Հոլոքոստ, Ռուանդայի ցեղասպանություն, բայց այս մեկը տեղի է ունենում, որովհետև աշխարհում ոչ ոք բավականաչափ մտահոգված չէ այն կանգնեցնելու համար։ Այս ցեղասպանության առանձնահատկությունն այն է, որ այն բացահայտորեն հրահրում են, ցինիկաբար հերքում եւ անդադար աջակցում, մինչդեռ նրանք, ովքեր դեմ են դրան, ծեծվում են, քրեորեն հետապնդվում եւ զրպարտվում։ Սա մեր ժամանակների ամոթն է եւ միջազգային իրավական կարգի փլուզումը։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզը պնդել է, որ Իսրայելի միակ նպատակը Գազա քաղաքն անմարդաբնակ դարձնելն է։ Նրա կարծիքով ոչ ոք չգիտի Գազայում զոհերի իրական թիվը։ Դիտորդների տվյալներով մինչև հիմա Գազայում սպանվել է 680,000 պաղեստինցի, սակայն զոհերի իրական թիվը կարող է 10 անգամ բարձր լինել։ Իսկ Իսրայելը չի պատրաստվում կանգ առնել։ Պաղեստինցիների ծանր գիշերից հետո հրեական պետության պաշտպանության նախարարը հայտնել է՝ Գազան այրվում է։ Մինչև լուսաբաց իսրայելական ռումբերը չեն լռել։ Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ Ալ-Շիֆա հիվանդանոցում տասնյակ զոհեր ու վիրավորներ կան։ Ողբերգական գիշերից հետո շատերն են մնացել փլատակներում։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման եւ Համասին պարտության մատնելու նպատակով։ Մենք չենք զիջելու եւ չենք նահանջելու մինչեւ մեր առաքելության ավարտը։ Իսրայելի արձակած հրթիռները հողին են հավասարեցրել Գազա քաղաքի ամենաբարձր շենքը՝ Ալ-Ղաֆրի աշտարակը։ Ըստ Ցահալի, Համասը աշտարակն օգտագործում էր հետախուզական տվյալներ հավաքելու եւ իսրայելական բանակի դիրքերը վերահսկելու համար։ 20 հարկանի աշտարակը, որը նաև բնակելի շենք էր, տանիք էր տեղահանված հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար։ Շենքի բնակիչները պատմում են, որ Իսրայելի բանակայինները 3 տագնապ են տարածել Գազայի նավահանգստի տարածքում, Ալ-Ռիմալ թաղամասում եւ տեղահանվածների վրանային ճամբարներում, զգուշացրել, որ հաջորդ թիրախն իրենք են։ Իսրայելցի զինվորականները մեր հարևաններից մեկին ասել էին, որ հաջորդ թիրախը աշտարակն է, բայց ռմբակոծությունից հետո մենք մեր կամքով վերադարձել ենք։ Ալ-Ղաֆրի աշտարակում կային նաև լրատվամիջոցների գրասենյակներ։ Մի քանի տարի առաջ, երբ Գազայում եռում էր կյանքը, շենքում նաև արտադրական ընկերություններ ու առևտրային ձեռնարկություններ էին գործում։ Այս աշտարակը ավելին էր, քան պարզապես շենք։ Այն քաղաքի ամենագեղեցիկ կառույցներից էր ու Գազայի խորհրդանիշը, մեր դիմադրության վկայությունը։ Չնայած հրեական բանակը քանդել է պաղեստինցիների դիմադրության վկայությունը, շատ պաղեստինցիներ սեփական հողից անգամ հարկադրանքով չեն պատրաստվում հեռանալ։ Մենք չենք տեղահանվի Գազայից, մենք չենք հեռանա, նույնիսկ եթե նրանք ոչ սնունդ թույլ տան, որ հասնի, ոչ էլ ջուր, կմահանանք սովից ու ծարավից, բայց այստեղ, մեր սեփական հողում, այստեղ մնալը պահպանում է մեր արժանապատվությունը, մեր հպարտությունը եւ ուժը։ Իսրայելի գործողությունների պատճառով Գազա քաղաքում փակվել է սնունդ բաժանող հումանիտար կենտրոնների 1/3-ը։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ Գազայում սովամահության մոտ 425 դեպք է եղել, 70%-ը 5-ից 10 տարեկան երեխաներ են։ Մարիամ Ամերժանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։